Այս մարդիկ ամիսներ շարունակ կռիվ տվեցին Սամվել Կարապետյանի նկարների հետ։ Հիմա էլ սկսել են կռիվ տալ Սամվել Կարապետյան անվան հետ։ Ժողովուրդ ջան, այս մարդիկ հասկացել են, որ մեր ժողովրդին պետք է փոփոխություն։ Հասկացել են, որ մեր ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Իրան պետք է փոփոխություն, ու այդ փոփոխությունը կարող է տալ Սամվել Կարապետյանը։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է։ Ես ավելի քան համոզված եմ ու գիտեմ, որ անընդհատ իրեն ներկայացնում են սոցհարցումները, իրեն անընդհատ ներկայացնում են իրավիճակը։ Վախը ընկելա ջանները, էլ չեն հասկանում ինչ անեն։ Փորձում են ժողովրդին հաթաթատալ, չհասկանալով, որ դրա իրավունքը որևիցե մեկը չունի։ Փորձում են ինչ-որ ձև վախեցնել, փորձում են պատերազմով վախեցնել մեր ժողովրդին։ Այս մարդիկ հələ չեն հասկացել, որ մեր ժողովուրդը վախեցող տեսակ չի, ու մեր ժողովուրդը որոշել է, որ պիտի ունենա վարչապետ Սամվել Կարապետյան։ Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի հետ բերելու է մեզ ուժեղ Հայաստան, բերելու է մեզ ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն և երկարատև խաղաղություն։ Երևի բոլորս էլ այս ժամանակահատվածում հասկացել ենք, որ այս իշխանականներին ոնց որ ընդհանրապես հետաքրքիր չի։ Իրանք մենակ մտածում են իրանց բարօրության մասին, իրանք մտածում են իրանց նոր դղյակների մասին և հետագա դղյակների մասին։ Իրանք վաղուց դադարել են, անգամ եթե երբևիցե մտածել են ժողովրդի մասին, վաղուց դադարել են մտածել ժողովրդի մասին։ Իրենց չի մտահոգում ընդհանրապես ժողովրդի վիճակը, իրենց ընդհանրապես չի վիճակում Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակը, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում երկրում տիրող աղքատությունը, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում արտագաղթը։ Սամվել Կարապետյանի հետ մենք ունենալու ենք լավ ապրող հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում։ Ես մի առաջարկ ունեմ, քանի որ հասկացել ենք, որ այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք իրենց մի քիչ նորից գցենք ցնցումների մեջ։ Սամվել, 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 Սամվել։ Ժողովուրդ ջան, միացեք, միասին ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ 2 ամսից։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։